Երկար ամիսներ տևող նախապատրաստություններ, դասագրքերը ձեռքին անքուն գիշերներ եւ վերջապես միջազգային առարկայական օլիմպիադայում հայ դպրոցականները 5 առարկաներից իրենց հետ հայրենիք բերեցին 15 մեդալ, այդ թվում 1 ոսկե, 3 արծաթե եւ 11 բրոնզե։ Այս տարի մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցել են 6 աշակերտ, որոնցից արժանացել են 5 մեդալների, 1 արծաթ եւ 4 բրոնզե մեդալներ։ Ֆիզիկայից մասնակցել ենք 5 հոգի, ստացել ենք 4 մեդալ, 1 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ։ Ինֆորմատիկա առարկայից սպասելիքները շատ էին, բայց ստացվեց այն, ինչ որ ստացվեց, ունենք 2 բրոնզե մեդալներ։ Ֆիզմատ դպրոցի տնօրենը ցավով է նշում այն, որ աշխարհագրությունից առայժմ հայ աշակերտներին չի հաջողվում որևէ մեդալ բերել Հայաստան։ Այս տարի այդ առարկայից օլիմպիադային մասնակցել է նախատեսվածից ավելի քիչ մասնակից, ընդամենը 2 աշակերտ, իսկ չհաղթարելու հիմնական խոչընդոտը Հայկ Ազնավասարդյանի խոսքով պայմանավորված է երեխաների անգլերենի անբավարար իմացությամբ։ Աշխարհագրությունը ուղղակի ունի 3 փուլ, որոնցից մեկը դրսում է, դաշտային փուլ է համարվում, որտեղ որ ոչ մի ղեկավար չի մասնակցում, միայն մասնակիցն է ու ժյուրին, որտեղ խոսակցական լեզուն միայն անգլերենն է, այսինքն տերմինոլոգիան նաև պետք է այնպեսին լինի մեր աշակերտների մոտ, հաղթահարված լինի անգլերենի իմաստությունը, որ կարողանան լավ հանդես գալ։ Մեդալների ընդհանուր հաշվարկով Հայաստանի դպրոցականների թիմերի նվաճումն ավելին է, քան հարևան երկրների Վրաստանի եւ Ադրբեջանի օլիմպիական մեդալները միասին վերցրած։ Մեր ոսկե մեդալակիր Էդգար Վարդանյանը Շվեյցարիայում առավելագույնը ցուցաբերեց իր գիտելիքները եւ վերջապես հայրենիք բերեց սպասված ոսկին։ Ասում է, սա լավագույն պրակտիկան է, որ աշակերտները կարող են օգտագործել իրենց գիտելիքները ստուգելու համար։ Վերջին 3 տարիներին 17 տարվա ամենաուժեղ ցուցանիշներն ենք ունեցել, եթե 3 տարի առաջ արծաթ չունենք նվաճած, ամենաբարձր բրոնզներ, վերջի 3 տարվա ընթացքում արդեն նվաճել ենք 7 արծաթ եւ 1 ոսկի։ Ես ուզում եի, որ գոնե արծաթ լինի, գոհ լինեի դեպքում իմ արդյունքից։ Օլիմպիադան անցկացվում է 2 օրով, ամեն օր 3 խնդիր, հիմա առաջին օրը ես լավին գոհ էի իմ արդյունքից, իսկ երկրորդ օրը չստացվեց, դժգոհ մնացի։ Առջևում աստղագիտության օլիմպիադան է, այն կկայանա հոկտեմբերին, որին Հայաստանից կմասնակցի 5 աշակերտ։ Մասնագետների համոզմամբ այստեղ եւս մեդալների պակաս չի լինելու։ Լիլի Դանելյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։